5 տարի առաջ փոփոխության ենթարկված Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանափակվեցին երկրի նախագահի լիազորությունները, հայ փորձագետները, որոնք մասնակցել են բարեփոխումների ծրագրի մշակմանը, այսօր փաստում են, որ գործընթացը իրականացել է մասամբ։ Մեր քաղաքական պրակտիկան չի փոփոխվել 95 թվականից հետո ձևավորված պրակտիկայի համեմատությամբ, որովհետև հանրապետության նախագահը միշտ ունեցել է այդ մեծամասնությունը խորհրդարանում։ Բայց եթե հանկարծ մի օր հանրապետության նախագահը այդ մեծամասնությունը չունենա, ապա այդ դեպքում այն հավասարակշռությունը, որը որ կա սահմանության տեքստում, կյանքի կկոչվի։ Այս ամբողջը լիարժեք կյանքի կոչել եւ այդ ամբողջը կյանքի կոչելու համար միայն սահմանադրական փոփոխությունները բավարար չէ։ Պետք է լինեն այդ արժե համակարգները կրող մարդիկ, պետք է լինեն այդ փոփոխությունների փիլիսոփայություն հասկացող ընկալող մարդիկ եւ դրանք առաջ տանող մարդիկ։ Այսինքն մեր երկրորդ քայլը սահմանադրական փոփոխություններից հետո ըստ պետության պետք է լիներ դա։ Նշելով, որ 2005 թվականի բարեփոխումները Հայաստանում ավելի շուտ ընդունվեցին Եվրոպական խորհրդի պահանջով, քան դրանց անհրաժեշտության գիտակցումից, մասնագետները այնուհանդերձ գտնում են, որ դրական տեղաշարժ եղել է սահմանադրական իրավունքի ոլորտում։ Սահմանադրական իրավունքի մակարդակով այդ փոփոխությունները իսկապես ապահովեցին արդյունավետ հավասարակշռություն իշխանության տարբեր թևերի միջև։ Ռեֆորմները միջև վերջ չկատարվեցին, բայց այնուամենայնիվ ընթացքը քայլերը ուղղությունը, որ կատարվեց 2005 թվականի սահմանադրական փոփոխություններին, միանշանակ դրական էին։ Ինքն մենք առնվազն սահմանադրության մակարդակում այսօր ունենք հավասարակշռված իշխանությունների ճյուղեր, երբ որ հանրապետության նախագահը այլևս չունի պարլամենտ արձակելու բացարձակ լիազորություն։ Ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումները անվերջ փոփոխությունների գործընթաց է, սահմանադրագետները չբացառեցին, որ մեր երկրում առաջիկայում կառաջանա նոր սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն։ Գայանե Հակոբյան, Ասմիկ Ֆարոյան, IPFM։